Առավոտյան Սրտիկով սկսված քարոզարշավային օրը շատ արագ վարչապետի բղավոցների ու սպառնալիքների տեղատարափի վերածվեց, երբ Արաբկիրում նրան մոտեցավ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած սպա Հրանտ Պապիկյանի քույրը, Փաշինյանին մեղադրելով մեջբերեմ պետությունը քանդելու մեջ։ Ինչն եմ փոխեցել մեզ կզացնել։ Եթե դու գրոբն եք, մենք քեզ ձեր կզացնելու ենք։ Եթե դու գրոբն եք, ռոբիներ ենք կզացնելու, կալուգացուներ ենք կզացնելու, գագոյներ ենք կզացնելու, սերժիներ ենք կզացնելու։ Եթե դու գրոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբին կզացնելու եմ, հիմա եմ անել, կզացնելու եմ և կզացնելու եմ։ Վարչապետը կնոջը կապեց ընդդիմադիր ուժերի հետ ու բղավեց, թե մեջբերեմ սատկացնելու է նրանց։ Բավարա չափով ես լսեցի։ Ուրեմն, եթե դու գրոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբը նստելու է, ռոբին սատկացնելու եմ, կալուգացնել եմ սատկացնելու եմ, դուք եք կզեք, դուք եք որ թախել եք, ռոբը։ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան հունից դուրս եկավ, որի պատասխան անհետ կորածի քույր Արփինե Սողոյանի խոսքերին նրան ողորմելի անվանեց, մեղադրեց պետությունը քանդելու մեջ, նույնիսկ հեռանալ ցանկացող կնոջը ձեռքերով քաշեց իր կողմ։ Ինչ էիք անում։ Երկիր էինք սարքում, պետություն էինք սարքում։ Դուք եք կանդել, Ղարաբաղով թարանել եք։ Ապա Փաշինյանը բարձրացավ մեքենայի թափքին ու շարունակեց սպառնալիքներ տեղալ ընդդիմադիր հիմնական մրցակիցների հասցեին։ Ձեզ դրել եք բանի տեղ արա, ալֆա սամեցի տեղ եք դրել արա, կկտրեմ արա, համբալներ, դուք Նիժնի Տապրիից եկել եք Հայաստանի Հանրապետության մեջ սեքսի դասեր եք տալիս, երևում է, որ ձեզ համապատասխան տեղերը ենքան սեքսի դաս են տվել, տպավորվել անը տնով տեղով, ամբողջ ցեղով։ Գնացեք վեր ընկեք ձեր տները և դուրս չգաք, ձեր հետևից կգան օրենքով սահմանված կարգով։ Ուժային գործողություններով է սպառնում մրցակիցներին, հարցրինք Փաշինյանին։ Սպառնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ արդարադատությամբ։ Սպառնում եմ Հայաստանի Հանրապետության 5000 զոհ ասելու համար սպառնում եմ։ Կոնկրետ սպառնում եմ Ռոբիկ, Կալուգացի, Սերժ, Գագո, բոլորից սպառնում եմ։ Իսկ այդ միջադեպում այդ կնոջ ձեռքերը քաշում եք, հստակ է։ Չեմ քաշում, ինքը թողում գնում, ես իրան սենց եմ անում, որ հետ գա իմ ասելիքը լսի։ Բռնում եմ, որովհետև գնում եմ, ասում եմ՝ մի րոպե, ձեր ասելիքը ես լսեցի, դուք էլ իմ ասելիքը լսեք։ Փաշինյանի հետ վիճաբանող Արփինե Սաղոյանի դստեր պնդմամբ միջադեպից հետո մորը հորդորել են ազատվել աշխատանքից։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայում իր զբաղեցրած պաշտոնից։ Թե ով է նման հորդորով դիմել, դուստրը չի հստակեցնում։ Քաղաքային իշխանությունները բացառում են հնարավոր ճնշումները։ Կարող եմ հաստատել, որ այդ համապատասխան խողովակի միջոցով եկած բանը ցանկությունը, որ դիմում գրի ազատ եղել է, որին չի տրվել մայրիկս եւ այսինքն հիմա այդ ընթացքում ենք էլի չգիտենք ինչ կկայացվի, ինչ հետագա որոշում կկայացվի։ Իսկ վարչապետը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե անհետ կորածի քույրը պետք է շնորհակալություն հայտնի, որ իրեն զուգարանում չեն սպանել։ Կանանց հասցեին վիրավորական արտահայտությունների համար Փաշինյանը չի զղջում։ Կանանցից ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ՝ սիրելի կանայք, ասում եք, բա հաշիվ չեք տալիս, որ կնոջը կինը հաշիվ չի տալիս, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ է խոսում։ Ինքը Ղարաբաղի որևէ, ասենք, պետի տեղակալի հետ կարա տենց խոսալ։ Գտանեին կսատկացնեին։ Գտանեին Պողոս Պողոսյան կար, հերիք եղավ, բոլ եղավ։ Օրվա առաջին կեսին տեղի ունեցածը միակ միջադեպը չէր։ Արցախից Արթուր Օսիպյանը, որը ժամանակին ռուս խաղաղապահների դեմ ցույցեր էր կազմակերպում, այսօր մոտեցավ Փաշինյանին ու բանավեճի մեջ մտավ, փորձելով հասկանալ, թե 2019 թվականի բանակցային փաստաթղթի որ կետում է գրված, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս պետք է լինի։ Կառուցողական զրույց այս դեպքում էլ չստացվեց։ Տղամարդը ոչ բղավում էր, ոչ վիրավորում, սակայն վարչապետի նյարդերը դարձյալ տեղի տվեցին։ Մեր օրակարգում տենց հարց չկա, մի եկեք ստի բաներ խոսացեք։ Դու ինչ ես եկես տեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով չի։ Մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր։ Դեր դեմը ոչ Սերժ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խորոց են, դուք էլ մատ թափտաք։ Դու դեր թափ չտա։ Ինչա՞ ցածր։ Դե եկեք տեղ ադրբեջանական նարատիվ։ Ադրբեջանի նարատիվներ ասում եք Արցախն
չեն կառուցել։ Ասացե։ Այո, չեք կառուցել։ Չեք կառուցել։ Դուք եք կառուցել, ինձ բալանել եք։ Որտե՞ղ ես Ռադետ Քաշի 24 News-ի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են Փաշինյանի աջակիցները մի կողմ քաշում ու հրմշտում Արթուր Օսիպյանին։ Վարչապետը չէր հանդարտվում, նույնիսկ բարձրախոսով բղավեց, թե այդ տղամարդն ինչու է ողջ։ Եկել են մատապտաներ, այս Ղարաբաղի պսևդոելիտաները, ռադները տաշե կարա անցարապես։ Ով եք դու կարա։ Արթուր Օսիպյանը գլուխը պատին ես տվել Արթուր, գնալ զոհվել մեր երեխեքի տեղը։ Արթուր Օսիպյանն եմ, Փալանչյանն ասումն է։ Դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում, այդ տական, ինչի ես կենթանի։ Քիչ անց Փաշինյանի աջակիցները նրան հորդորեցին հանդարտվել, ապարդյուն։ Օսիպյան ասում է դու պետք է ինձ իմա, դու ով ես արա, դու ով ես որ ես քեզ պետք է իմանամ։ Մի բարգացեք, պարոն վարչապետ, մի բարգացեք։ Փաշինյանի կողքին քայլող առողջապահության նախարարը փորձեց միջամտել, թեման փոխել ու նախընտրական կարգախոսը հնչեցնել։ Վարչապետի բղավոցները սակայն չէին մեղմանում։ Ձենները ծպտումները դուրս չգա, արմատախիլ են կանելու ձեզ, արմատախիլ են կանելու։ Բայց ճղած գալիս է, կարա, դու ինչ գործ ունես տեղ, Երևանում ինչ գործ ունես։ Դուք չէիք ասում, որ ես սահմանը փակել եմ, որ դուք չկաք։ Դուք չէիք։ Ապա նա դարձյալ սպառնաց, ով իրեն նույն թեմաներով մոտենա, նույն վերաբերմունքին կարժանանա։ Ձեր ընկնեք տեղներդ, մեկը չհամարձակվեք, գաք այդ նույն նարատիվները, այդ Քոչարյանա-Սերժակ կալուգայական լրտեսական նարատիվները տանեք։ Զգուշացնում եմ բոլորիդ, ոտի տակ չընկնեք, ոտի տակ չընկնեք, նստեք տեղներդ, ոտի տակ չընկնեք։ Ես Ամերիկան կենցանալից Մի տղամարդ մոտեցավ ու առաջարկեց վարչապետի խաղաղության համար աղոթել, ասելով, թե նրան չի կարելի այդքան շատ բարկանալ։ Արմեր որ երկնքում ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկեղեցի արքայություն քո։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մինչդեռ կարծում է, թե իրենց քաղաքական թիմի ղեկավարի նյարդերը բետոնից են։ Ընդհանրապես զարմանում եմ, որ ինքը դիմանում է այն ամեն ինչին, ինչի մեջով մենք անցնում ենք։ Ես օրինակ հաճախ չեմ դիմանում, եւ ես չեմ կարծում, որ ձեզանից յուրաքանչյուրը կամ մեզ դիտողներից յուրաքանչյուրը դրա կեսին կարող է դիմանալ։ Քաղաքներում ու գյուղերում քարոզարշավ իրականացնող Փաշինյանը հաճախ է հունից դուրս գալիս, երբ սիրո ջերմ խոսքերից զատ նաև իր հասցեին կոշտ քննադատություն է լսում։ Արդյոք վարչապետին հարիր է այդպիսի բռնկում վարքը, հարցրինք Սիմոնյանին։ Ես չեմ կարծում, որ մեկին դու հարվածում ես կամ ցավեցնում ես, ինքը դրանից բղավում է, դու պետք է, բայց հարիր էր, որ դու բղավեցիր, բայց դու սպորտսմեն ես, դու պետք է պինդել ես, այդ ինչ խոսակցություն է։ Բարև ձեզ։ Վաղ մռուտ ջան, մի քիչ ջղայնացած եմ, ոչինչ։ Փաշինյանի թիմակիցների տրամադրությունն ի դեպ թեժ վեճերից հետո շեշտակի քեֆ ուրախության տրամաբանություն է ստանում, թաթա են միացնում ու պարում։